Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավակն այսուհետ ռուսական Կրասնոդարի խաղացող Էդուարդ Սպերցյանը կլինի։ Անցած ամիս Իռլանդիայի հետ արտագնահանդիպանը կարմիր քարտ ստացած, ապա ոչ սպորտային վարքի համար 3 խաղով որակազրված Տիգրան Բարսեղյանն այլևս ավակի թև կապը չի կրի։ Նորությունն անձամբ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնեց, պնդելով, թե որոշումը Բարսեղյանի կարմիր քարտի հետ կապ չունի։ Ես խոսել եմ իր հետ, ասել եմ, ես քեզ խոսք եմ տալի, որ այս աշունը վերջանա, դու լինելու ես թիմի ավակ ու երկար տադիներ ու դու դրան արժանի ես։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին 4 հանդիպումներում Տիգրան Բարսեղյանն էր ավակի թև կապը կրում։ Ամեն բան կարծես կարգին էր ընթանում։ Երևանում Պորտուգալիային խոշոր հաշվով պարտվելուց հետո թիմն ուշքի եկավ, տանը հաղթեց Իռլանդիային, հաջորդ մրցակիցը Հունգարիան էր։ Բուդապեշտում կայացած խաղում թեև տանտերերը հաղթեցին, սակայն Հայաստանի ընտրանին լավ տեսք ուներ։ Չստացվեց գոլերի վերածել ստեղծած պահերը։ Մի քանի օր անց հավաքականը Դուբլինում Իռլանդիայի հետ ուժերը չափեց։ Մրցաշարային տեսանկյունից շատ կարևոր հանդիպում։ Ընտրանին առնվազն մրցակցին չէր զիջում ու հանկարծ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածեց հակառակորդ թիմի ֆուտբոլիստին ու հեռացվեց դաշտից։ Թիմը մնաց 10 հոգով ու սեփական դարպասն անառիկ պահել չկարողացավ։ Հետո քար լռություն եւ միայն օրերս հավաքականի արդեն նախկին ավակն ափսոսանք հայտնեց։ Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում եւ օգնել թիմակիցներիս։ Այսօր գլխավոր մարզիչը փակագծեր բացեց, պնդում է, կարմիր քարտից հետո հենց ինքը Բարսեղյանին թույլ չի տվել ներողություն խնդրել։ Այդ պահին ֆուտբոլիստը նաեւ ցանկացել է առհասարակ հեռանալ հավաքականից։ Առաջի խոսքը իմն է եղել, օգնելով եւ հոգեբանական օգնելով թիմին, ոչ չընկճվեն։ Տիգրան Բարսեղյանը ինքն է ուզեցել խոսել հանդերձանանում, այն որ ներողություն խնդրելով, որ ուզում է հրաժարվել, ես չեմ թողել իրեն, ասել եմ Տիկո ջան, դու շատ բաներ ունես հավաքականի համար արած։ Չի կարելի էմոցիաների տակ, ես որպես տարիքով մեծ, որպես քեզ ավակ ընկեր, մարզիչ, չեմ թողի, որ դու էմոցիաների տակ որոշումներ կայացնես։ Եթե հավաքականում ավարտելու մասին։ Ինքը ուզում էր նման էմոցիոնալ լինի, որովհետև շատ էր մտահոգ իր արարքի համար, ես թույլ չեմ տվել, որ ինքը այդ արտահայտությունները անի, որովհետև ես հասկանում եմ, որ դա էմոցիոնալի որոշումներ կարող է լինել, օգնելով իրեն, ասել եմ, բան մի խոսա, կանցնի ինչ-որ ժամանակ, դու երբ կունենաս որոշում, այդ ժամանակ սառը գլխով կարտահայտվեց։ Եղիշե Մելիքյանը նաև այլ մանրամասներ հայտնեց, հաստատեց Տիգրան Բարսեղյանը ի սկզբանե չի էլ ցանկացել իր հետ աշխատել ու միանալ ընտրանուն, տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպի պատճառով։ Եղել է Տիգրան Բարսեղյանի հետ նման բան, ցանկություն չգալու իմ մոտ, ես անձամբ հետը խոսեցել եմ հեռախոսով, հրավիրել եմ, ասել եմ, արի, իր հետ մի անգամ աշխատենք, խոսենք, հետո նոր որոշումը կայացվի։ Աշխատեց, խոսեց, հիմա կարող եք հարցնել։ Ուզում ա գա, թե չի ուզում գա։ Ինքը իմ ամենանվիրված տղաներից մեկն է։ Այդ նվիրվածությունը ինքը չկարողացավ կառավարել իր ցանկություններն ու էմոցիաները, դրա համար ստացվեց այդ կարմիր քարտը։ Դրա համար ես իր վրա ջղայնացած չեմ, երբ որ տենայի իր մեջ անլրջություն, տենայի, որ ինքը չի պայքարում մինչև վերջ, եւ այլն, այո, ես շատ չոր կնայի։ Բայց ֆուտբոլիստը, որ աշխարհում շատերը կարմիր քարտ են ստանում, ստացվեց այդ տղու մոտ։ Մելիքյանն այսօր ավելի բաց էր խոսում, քան պաշտոնական ասուլիսների ընթացքում։ Լրագրողները փորձեցին վերջին տարիներին ֆուտբոլային հանրությանը մտահոգող ու քննարկվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։ Ճիշտ չէ արդյոք տպավորությունը, թե արտասահմանում խաղացող կայացած ֆուտբոլիստները դժկամությամբ են հավաքականին միանում։ Եթե պետք է համոզել ու եզրեր գտնել, ավելի ճիշտ չի լինի դադարեցնել համագործակցությունը։ Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը չէր էլ թաքցնում, որ Բարսեղյանին չի հրավիրում նրա ոչ կարգապահ վերաբերմունքի համար եւ ուղիղ էր հայտարարում։ Նա օրինակելի չէ։ Ներկայիս գլխավոր մարզիչը թեև պնդում է, թե թիմի ներսում մթնոլորտը լավն է, սակայն չի հերքում։ Որոշ ֆուտբոլիստներ նախապայմաններով են թիմին միանում։ Դա պատճառները երկուսն են։ Առաջինը, որ մենք չունենք հաղթանակներ, արդյունք չկա։ Երկրորդը, որ չկա ռեսուրս։ Դրա համար պետքա ճկուն լինել, եթե sense մենք չունենք այդ ռեսուրսը, sense ուղիղ բռնենք, ասենք, չես գալի, չէ,
հաջողություն, մյուսը։ Մերիքյանի նշանակումից անմիջապես հետո թիմի երկարամյա ավագ Վարազդատ Թարոյանը ընտրանուց հեռացավ։ Պարզաբանեց, թե Մերիքյանի հետ աշխատանքի լավ փորձ չի ունեցել եւ իրենք մեջբերեմ տարբեր աշխարհների մարդիկ են։ Ի վերջո ինչ խնդիր են ունեցել, չիմացա։ Գլխավոր մարզիչը հարցին սառը արձագանքեց։ Ամեն ինչը ինքը արդեն ասել է, ինչքանով է իրականությունը համապատասխանում, չի համապատասխանում, դա արդեն չեմ։ Դա արդեն իմ համար 17 հարցն է, գիտեք, ինչքան հարց հետ կա պետք է մտածեմ Ալյանի հարցի մասին։ Դեմը կարևոր խաղեր ունեմ։ Ալյանը թող մտածի իր մասին։ Ավագի փոփոխությունը միակ նորությունը չէ։ Լուկաս Էլարայանը նույնպես որոշել է հեռանալ ընտրանուց։ Այս ամիս կայանալիք Իռլանդիայի, ապա Պորտուգալիայի հետ հանդիպումներում նա հավաքականում արդեն չի լինի։ Այս դեպքում պատճառն ըստ գլխավոր մարզչի ոչ թե միջանձնային խնդիրներն են, այլ 33-ամյա ֆուտբոլիստի անձնական հարցերը։ Ֆիզիկապես այլևս չի ստացվում։ Շատ շնորհակալ եմ իրենից, ինչ որ ինքը արել է մեր հավաքականի համար։ Իմ մոտ շատ լավ հարաբերություններ իրեն հետ կա եւ կլինի, բայց ես մի բան գիտեի, որ մինչեւ իմ գալը ինքը արդեն ուզում էր իր կարիերան վերջացնել ազգային հավաքականը։ Ես ինքս կապտվել եմ, խնդրել եմ իրեն, բացատրել եմ, որ դժվար պահա ինքն էլ ընդունելով, հասկանալով, որ Հայաստանի ազգային հավաքականի համար իրոք դժվար պահեր կան, որ ինքը կարող է օգնել, ինքը եկավ այդ խաղերին, 4 խաղ մասնակցեց եւ վերջի խաղից առաջ Իռլանդիայում մենք իրեն հետ խոսեցինք, ինքը խնդրեց, որ իրոք արդեն չի կարող 33 տարեկան է, ընտանեկան հարց է, դժվար է ամեն ինչը։ Նոյեմբերի 13-ին Հունգարիային ընդունելով, ապա մի քանի օր անց հյուրընկալվելով Պորտուգալիային, Հայաստանի ազգային հավաքականը կավարտի աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Ընտրանին 3 միավորով խմբում վերջին տեղում է, սակայն առայժմ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու տեսական շանսերը։ Ի դեպ, հավաքականում փաստացի նման խնդիրներ են ծագում այնպիսի խաղացողների հետ, որոնք թեև բարձր կարգ ունեն, սակայն համաշխարհային աստղերել չեն։ Նույն Պորտուգալիայի կազմում ավագի թևկապով շարունակում է խաղալ 40-ամյա Քրիշտիանո Ռոնալդոն։ Նա Երևանում 2 գոլ խփեց։